Դիտենք այս արարածին, հետո շարունակենք։ Եվ մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ։ Գիտեք, ինձ համար բացարձակ զարմանալու չէ կլինի Վիտալի Բալասանյան, կլինի, չգիտեմ, Պողոս, Պետրոս, Ռոբերտ Քոչարյան, Տաշիր Սամո, ով ուզում է լինի նման հայտարարություն անել, այն որ արդեն իրանք պորտքում են, էլ չեն դիմանում, իրանց նպատակները, իրանց ցանկությունները, իրանց երազանքը արդեն հանում են ջրի երես, ցույց են տալիս, թե իհարկե շնորհակալություն իրանց, որ իրանց իրական դեմքն են ցույց տալիս, թե իրանք ով են, Հայաստանի համար իրանք ինչ նպատակներ ունեն Հայաստանում։ Արցախի հարցը, Ղարաբաղի հարցը լուծեցին, հիմա էլ անցել են Հայաստանի։ Ընկերներից եւ հարազատներից, հետևորդներից կխնդրեմ այս վիդեոն մաքսիմալ տարածել, քանի որ ինքը մի փոքր ծավալուն է լինելու, երկար է լինելու, բայց շատ կարեւոր մեր հանրության, մեր հայերի համար։ Խնդրեմ տարածել եւ լայքել, որպեսզի շատ մաքսիմալ մարդիկ դիտեն այս նյութը։ Տեսեք, ես շատ անգամներ խոսել եմ սրա մասին, որ Աստված չանի մեզ մոտ կրկնվի Վրաստանի պատմությունը։ Նույն սցենարը, բայց կամ 0-ից, 18 թվականի պատմությունից, կամ ճիշտ եմ 99 թվական, այլ 18, չնայած ինքը պատմությունը այնպես է, որ 99-ից է կարելի է օրինակնել եւ 2008-ից է կարելի է օրինակներ վերցնել, բայց տեսեք, նախկին իշխանությունը այն իշխանությունն էր, որ 10 տեղից է ծակեիր, ինչ աներ իրանք իշխանություն տվողը չէին, դա վկայում էր 99-ով, դա վկայում էր 2008-ով, պարզապես 18 թվականին, երբ որ Նիկոլ Փաշինյանը Գյումրուց եկավ դեպի Երևան, իրանք արդեն սցենարը լրիվ գծել, պատրաստել, դասավորել էին, ստե ինչն էր կարևոր հարց, Արցախը պետք է հետ վերադարձվեր, բայց եթե նախկին իշխանությունը դա աներ, ժողովուրդը կմաստնատեր նախկին իշխանությանը, կելներ մի անգամից կճղեր իրանց, սենց ասեմ։ Այսինքն այս սցենարը այն էր, որ պետք էր ինչ-որ մեկը գար իշխանության, ղեկը տային իրեն, Արցախը իրանց ձևով, ոնց որ ռուսները նորից եմ կրկնում, ոնց որ ռուսները բազմաթիվ անգամ շեշտել են, որ մենք օգնել ենք Ադրբեջանին, օպերացիան Ադրբեջանի հետ շատ հաջողությամբ իրականացրել ենք Արցախի շուրջ եւ նման բաներ, բայց չգիտես խի մարդիկ կան, որ թյուրերեն հավատում այդ բանին, որ ռուսը ստե կապ չունի, ռուսը մեր փրկիչն է, ռուսը մեր ասել է ինչն է։ Ես չեմ ուզում ցենզուրից դուրս խոսքեր ասել, ծավալվել, բայց արդեն հասել է, իրոքից ժողովուրդ ուշքի եկեք։ Սա այն տարբերակն է, որ հիմա ամեն ձև ուզում են նորից Հայաստանը սարքեն գուբերնիա։ Առաջ գուբերնիա թղթի վրա չէր գրված, բայց ոչ մի բանով չէր տարբերվում։ Ինքը լինում գուբերնիան էր, իշխանությունը ռուսերինն էր, իսկ ստեի նստած իբր թե իշխանավորներն էլ երկիր կործանողներն էին, չեն թույլ տալիս երկիրը զարգանար, մասնատում էին, վաճառում էին, ամեն ինչ անում էին, որ երկիրը նվաստ եւ թույլ մի հատ պետություն լիներ։ Միշտ ձեռքը պարզած Ռուսաստանին մեր շեֆ, մեզ կօգնի։ 20 թվականին տեսանք ոնց օգնեց Ռուսաստանը։ Օգնեց, բայց ոչ մեզ, Ադրբեջանին։ Դրա համար նման, ասենք, կերպարներ Վիտալի Բալասանյան եւ Տաշիր Սամո, Ռոբերտ Քոչարյան, իրանք բոլորը աշխատում են մի գաղափարի շուրջ։ Հայաստանը վերադարձնեն, Հայաստանի իշխանությունը վերադարձնեն Ռուսաստանին։ Այսինքն ազատ անկախ ինքնիշխան հասկացողությունը ջնջեն։ Հիմա ոնց ասում է Վիտալիկը, ոնց կանվանեն Հայաստան, թե չգիտեմ ինչ, ծայրագավառ ինչ անունը կդնեն, բայց
ինքը էլի կլինի իշխանության Ռուսաստանի իշխանության ներքո ու էլի Հայաստանը, բայց ստե շատ կարևոր մի փաստ։ Ես դրանում ոչ մի կասկած չունեմ, 18-ից առաջ ոնց եղել է, այտենց էլ չի լինելու նախկին իշխանության ժամանակ։ Հավատացեք, ավելի վատ է լինելու, թե կրիմինալը, թե կաշառակերությունը, թե արդեն ձեռք բերած են օբյեկտները, որոնք որ արդեն պետական են, նույն ձևով էլի եթալու են իրանք վաճառքի ու 50-50, ստե 50-50% չի լինելու։ Իրանցը 80-70 քաղաքացունը 20-30 Սաշիկ Միշիկի տարբերակով, հա, եթե առաջ 50-50 էր, այդ է չի լինելու, ըստ ինձ։ Դրա համար հայր ջան, կոչս խնդրանքս ձեզ, ուշքի եկեք, ոչ մի տիպի խոստումներին մի հավատացեք, անգամ եթե ձեզի ինչ-որ գումար են տալիս առաջարկում կամ ինչ-որ խոստումներ են տալիս, հավատացեք այդ մի օրվա ուտածը կամ մի շաբաթվա կերածը առևտուր արածը հայրենիքը մի վաճառեք։ Սա է իմ անձամբ իմ պայքարը, որ մենք ունենանք ազատ անկախ ինքնիշխան Հայաստան։ Լավ եղեք, կներեք, մի փոքր երկար ստացվեց, շուտ-շուտ էլի սենց այս թեմայով էլի կանրադառնանք, խոսենք, բայց խնդրում եմ տարածեք, լայքեք, որպեսզի շատ մարդիկ տեսնեն։ Հաջողություն։